Յազիջան։ Իսկ դու ջուր։ Հələ հարություն ասա։ Իսկ հիմա դու ամենաշատն ես նման Դավիթին, հələ ասա։ Հարություն խոսի։ Հարությունը խառնա մուլտիկ նայելով։ Տիկին Արուս, կխոսեք Դավիթի մայրն ու հայրը, պարոն Համբարձումյան, դուք սիրտ չունի հայրը խոսելու, դուք էլ ձեզ պիտի զսպեք երևի թե, որտեղ արդեն երկրորդ անգամ է ձեր կյանքում այս իրավիճակը կրկնվում, ինչ եք մտածում, տիկին Արուս, հոգու խորքում ամեն դեպքում կուզեիք, որ ձեր տղան չվերադառնար հայրենիք, ամեն դեպքում հայրենիքը դարձել է բոլորի համար բանտարկվելու վայր։ Այո, շատ եմ ստիպել, որ ինքը չվերադառնա, բայց իմ տղաս հզոր է, ուժեղ է, այս ապիրախ իշխանությունը իմ տղայից վախենում է, որովհետև միակ իպիչմենտի թեկնածուն էր։ Լավ, այդ ինչ պիտի աներ, որ այդքան պիտի վախենայի։ Ամբողջ լծակները իշխանության ձեռքում Ուղղակի չէ։ պետք է երկիրը բարեկարգեր։ Ժողովրդի կողքին կանգնած մարդ էր իմ տղաս։ Ամբողջ Մասիս քաղաքի ամբողջ շրջանը, համայնքը բոլորը այստեղ են, դրսում, գոռում են, պահանջում են, արցախցիները բոլորը մի շաբաթային զանգահարում են, ասում են մենք պիտի մեր քաղաքապետին, մեր համայնքապետին փրկենք։ Ինքն է միակ մարդը, որ մեզ ընդունել է, տեղավորել է բոլորին։ Դրանք էլ իշխանությանը դուր չեկավ։ Եթե իշխանությունը դուրս է եկեղեցու դեմ, ուրեմն դուք հասկացեք, մենք երկիր չունենք, կորցնում ենք մեր երկիրը։ Մենք պիտի փրկենք մեր երկիրը։ Իմ տղան ուժեղ է, հզոր է եւ ինքը անկոտրուն է մինչեւ։ Արդյոք ձեր տղան հենց արցախցիների հանդեպ այդ ջերմությամբ, հոգատարությամբ նաեւ չգրգռեց իշխանությանը, որովհետեւ ես գոնե եղել եմ այդ օրերին իր հետ աշխատանքի մեջ եւ արդեն 8-րդ 10-րդ օրը նոր պետության ներկայացուցիչը այն էլ շատ ցածր մակարդակի ներկայացուցիչներ իրենց ռանգով եկան Մասիսի քաղաքապետարան, որպեսզի հասկանան ինչ է կատարվում։ Մինչդեռ մոտավորապես 20,000 բնակիչ իջել էր հենց Մասիս եւ այնտեղ տեղավորվում էին եւ բնակարանային հարցեր լուծվում եւ կեցության կացության պայմաններ։ Արդյոք սրանով չի գրգռել եւ վերջին կաթիլը չդարձավ իմպիչմենտի տեխնացության շուրջ այդ քաղաքական քննարկումները։ Սիրելի լրագրողներ, ասեմ ձեզ, որ իշխանությունը իմ տղին հենց դա դրդապատճառ եղավ, նաև որ ինքը 18,000 արցախցի տեղավորեց, բոլորին հասնում էր, օգնում էր, ու իշխանությանը դա դուր չեկավ, որովհետև իրանք Արցախը հանձնեցին։ Սկզբից ասեցին Արցախը Հայաստան է եւ վերջ, հետո հանձնեցին Արցախը։ Դուրս եկեք բակ, տեսեք ինչքան արցախցի է ողբում։ Ասում են մեր տունը թողել ենք, հիմա էլ մեր ղեկավարին են տանում մեր ձեռքից։ Իշխանության որևէ ներկայացուցիչ կարա այսքան մարդ հավաքի իր շուրջ։ Ճիշտն ասած ստիպողական կարող է, ես տեսա Օհանավանքում իրանք ինչեր էին անում, եկեղեցին կարգալույց եղած քահանային բերեցին ու իրանց մարդկանց բոլորին բերել էին, ասում էին եկեք աղոթքին մասնակցեք, երբևիցե իրանք խաչակնքել չգիտեն անգամ, բայց այդ օրը նաև ծնկի էին եկել։ Լավ, հիմա մտածում եք ձեր տղան ի վերջո այն մնացած 4 տարին էլ կնստի, թե դուք հավատում եք, որ փոփոխություն կլինի եւ ձեր տղան դուրս կգա բանտից, ձեր ձևակերպման Ես հավատում եմ Աստծուն։ Իմ տղան Աստծու զավակ է։ Աստված իրան պահապան է լինելու։ Հպարտ եմ, փառք Տիրոջը, որին բալաս թեկուզ եւ նեղ տեղը գնալու է։ Իրանք դա ուզում են, Աստված մեծ է իմ տղայիս կհանի տեղից։ Իսկ ավականու կազմը ամուր կմնա եւ թույլ չեն տա, որպեսզի իշխանությունը այնտեղ հասնի իր բաղձալի կետին, օրինակ նորից ընտրություններ նշանակի։ Բոլորն են կանգնած, բոլորը իրար ավականու կազմը, իր աշխատողները, բոլորը կանգնած են։ Իհարկե, եթե նույն այս ձևի շինծու չսարքեն իմ տղային, ոնց սարքեցին իմ տղայիս 6 տարի 3 ամիս դատեցին, առանց իր ներկայությամբ, նաև ես բողոքում եմ, նաև ես պահանջում եմ դատավորից, որ մի անգամ, եթե մի հոգի բացակայ է եղել դատարանը դատին, ինքը դատը հետաձգել է, որքանով է դա արդար, որ ինքը առանց իմ տղայի ներկայությամբ իմ տղային առանց լսված լինելու, այո, ես դրա բողոքում եմ։ Ամեն դեպքում Աթանեսյանը, Տիգրան Աթանեսյանը, ով պաշտպանում է ձեր որդու շահերը դատարանում, կբողոքարկի այս որոշումը։ Միանշանակ պետք է բողոքարկենք, միանշանակ,
բոլորս իր ամբողջ համայնքը կանգնած ասում եմ մենք պահանջում ենք մեր համայնքապետին ու բոլորս պետք է բողոքարկենք նաև փաստաբանները բոլորը պետք է բողոքարկեն սա անհիմն շինծու կարգավորված բան է Ձեր ընտանիքի հանդեպ քրեական հետապնդումները սկսել են հենց 18 թվականից։ Այո, 18 թվականից։ Եվ բազմաթիվ այսպես քրեական գործերով։ Կարծում եք Դավիթի կալանավորումով, Համբարձումյանի կալանավորումով դադար կառնի իշխանությունը ձեր ընտանիքի հանդեպ ոտնձգությունների իմաստով, այսինքն քրեական ոտնձգությունների։ Չեմ հավատում։ Այնքան բան եմ տեսել, չեմ հավատում։ Շնորհակալություն, ձեզ համբերություն։ Մերսի։